անմահական։ Եթե դուք ցանկանում եք պատրաստել իմ այսօրվա թխվածքը, դե եկեք գնանք միասին պատրաստենք։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ նորից թխվածք պատրաստեմ։ Պոպոկով, կարակով, թթվասերով, հավկիթով, սոդայով եւ ալուրով։ Հիմա ասեմ անցնենք պատրաստելուն ու ձեզ կասեմ, որից ինչքան եմ վերցնում սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ալուրը վերցրել եմ 4-ը այսպիսի բաժակ սիրելիներս։ 4-ը այսպիսի բաժակ, ինքը 200 մլլիտրանոց բաժակա, վերցրել եմ 4 հատ։ Վերցնում եմ կարակը, կտրտում եմ ամենասկզբից, այս է ալուրի մեջ։ 400 գրամ կարակ, բայց ես վերցրել եմ 250 գրամ, որ շատ յուղոտ չլինի, բայց կտեսնեք, որ դա էլ բավական է։ Հիմա պատրաստելուց հետո մեկա ձեր ներկայությամբ փորձելու եմ։ Այսպես հիմա մի քիչ ալուրի հետ կխառնեմ, 4 բաժակ ասեցի վերցրել եմ ալուրը, բաժակը ցույց տվեցի ձեզ, եւ մի պտղունց աղ։ Կարակն ու ալուրը մի քիչ խառնեցի իրար, լցնում եմ 5 ձվի դեղնուց։ Սպիտակույցը մեզ պետք է։ Հիմա լցնում եմ 200 գրամ թթվասեր եւ լցնում եմ 1 թեյի գդալ սոդա։ Ժողովուրդ ջան, մի քիչ հիմա ձեռքիս հետ սենց թեթև ալուր եմ գցում, շատ թեթև, բայց ալուրը չեմ շատացրել մեջ, ուղղակի խմորը հավաքվելու համար մի քիչ ալուր գցեցի, հիմա սենց երկարացնեմ, որպեսզի հավասար չափերի գունդը կտրեմ։ Բաժանում ենք 3 հավասար մասերի։ 1 2 3 Աղջիկներ ջան, ժողովուրդ ջան, հիմա լսեք ինչ եմ ասում, տակի շերտը մի քիչ ավելի հաստոտ եմ անում, մի քիչ ավելի մեծ եմ վերցնում, որ տակի շերտը շուտ է եփում։ Մեջտեղի շերտը վերցրել եմ փոքր, մի քիչ ավելի քիչ, մեկ էլ վերևի շերտն եմ վերցրել, մի քիչ ավելի, որպեսզի մեջտեղինը հավասար եփվի, ոնց որ մնացածը։ Հիմա բացում եմ գնդիկը։ Սիրելիներս, այսպես։ Հիմա դնում ենք, հետո արդեն մեր տապատի մեջ հիմա կդասավորենք, սիրուն հավասար կփռենք, հավասար մասերի կանենք, շատ հավեսին փափուկ խմոր եղավ։ Ընտիր։ Հիմա արդեն պետք է թողեմ այս շերտը, պատրաստեմ բեզեն, ամեն մի շերտի տակը բեզ է լցվելու սիրելիներս։ Հիշում եք, որ վերցրեցի 5 հատ ձու, ձվի դեղնուցները օգտագործել եմ այնտեղ, խմորի մեջ, իսկ սպիտակուցները հիմա պատրաստում եմ։ Պետք է վերցնեմ մի բաժակ, բայց ես չեմ վերցնում մի բաժակ, ես վերցնում եմ այս չափի, դա բավական է։ Բայց դուք եթե ցանկություն ունեք, վերցրեք 400 գրամ կարակ, ես վերցրել եմ 250, մեկ բաժակ շաքարավազի փոխարեն ես վերցրել եմ այսքան, այս չափի սիրելի ժողովուրդ։ Հետո չասեք, ռոզատատիկը ցույց չտվեք։ Երևի չլսվեց ձայնս, մեկ հատ վանելին եմ վերցրել։ Հիմա ունեմ 2 բաժակ ընկույզ մանրացրած, պետք է խառնեմ հետը։ Բեզեն արդեն վերջացրեցինք, շատ լավ բեզ է ստացվեց, հիմա խառնեմ,
Սա փախլավայի տիպի է, բայց փախլավա չի։ Եթե ցանկանում եք, եթե գիտեք իմ պատրաստածը ինչ է, ես չեմ ասում, ու թողնում եմ ձեր վրա, անուն չեմ տալիս, դուք գիտեցողները թող ինձ ասեն անունը, ես անունը գիտեմ, բայց չեմ ասում։ Չեմ ասում, թող գիտեցողները ինձ անունը ասեն, ես էլ կգրեմ, այո կամ ոչ, սիրելի հետևորդներ։ Հիմա մեր բեզեն բաժանելու եմ երկու մասի, տարածեմ խմորի վրա, երկրորդ գունդն էլ կդնեմ մեջտեղինը, հիմա ու կլցնեմ վրան նորից բեզե, երրորդը արդեն էլ պետք չի ցուցադրեմ, որովհետև պարզ է։ Երրորդը կրտնակելու եմ եւ երրորդը փռեմ երկրորդի վրա։ Արդեն դնում եմ երկրորդ շերտը բեզեի սիրելիներս երկրորդ լիստի վրա։ Հիմա սա էլ կտարածեմ, կդնեմ երրորդը կկտրեմ ու հետո նորից ձեզ կցուցադրեմ ու արդեն կդնեմ էլեկտրոօջախի մեջ։ Երրորդ շերտը դրեցի, վերջացրեցի սիրելիներս, հիմա մի քիչ փախլավա ձև եմ տալիս, թեթև կտրում ենք, շատ խորքից չէ, այսպես։ Հետո արդեն կգցենք ձուն երեսին, որպեսզի կարմիր, սիրուն, գեղեցիկ գույն ստանա։ Հիմա կտրում ենք ուղիղ, այսպես։ Հիմա կսում եմ ձուն, սիրելի հետևորդներ, այսպիսի տեսք ստացավ մեր թխվածքը, հիմա արդեն դնում ենք բառարանի մեջ, դնում ենք ու սպասում ենք մինչև սիրուն կարմիր գույն ստանա, վերցրել եմ 180 աստիճան վերև ներքև, նայեք ուղիղ 30 րոպե, 30 րոպե թողել եմ 180 աստիճան վերև ներքև։ Սա վերջնական տեսքն է, կտրատել եմ արդեն, պատրաստել եմ։ Հիմա սուրճը պատրաստ է, մի կտոր վերցնեմ, համտեսեմ, ձեզ ասեմ ինչպիսի համ ունի մեր հրաշք թխվածքը։ Հիմա համտեսելու եմ, նայեք մեր հրաշք թխվածքը, ինչպիսի գեղեցիկ տեսք ունի, ասեմ, որ համն էլ հաստատ համոզված եմ, որ շատ համեղ է լինելու, որովհետև ամբողջ սրտով եւ հոգով պատրաստած է սիրելիներս։ Հիմա փորձեմ, այս եկեք առանց պատարագ փորձեմ էլի։ Անմահական, այն որ մի ժամանակ ասում էի, բերանիդ մեջ հալվում է, իսկապես ոնց որ հալվա լինի, բերանիդ մեջ հալվում է, համեղություն, չգիտեմ ինչ ասեմ, ամեն ինչը տեղը տեղին, ու ձեզ ասեմ, սիրելի հետևորդներ, որ ճիշտ է ես շաքարավազն էլ քիչ վերցրեցի, ու կարագն էլ քիչ վերցրեցի, բայց համենայն դեպս շատ համեղ է։ Դե հիմա մենք կվայելենք մեր սուրճի հետ այս համեղությունը։ Մեզ մնում է սիրելիներս հավանել, հետևել եւ տարածել, որպեսզի բոլորն էլ պատրաստեն այս համեղությունը եւ համտեսեն իրենց ընտանիքի անդամների հետ, ինչպես ես այսօր։ Սիրենք իրար, մնացեք Ռոզա տատիկի հետ։ Ձեզ շատ սիրում եմ ես։